Ելենա Արշականի «Հարսնաձորի լեգենդ» հեռուստասերիալում առավոտն իր խաղաղ ընթացքի մեջ էր Սաքոյի տանը։ Ընտանիքը հավաքվել էր սկսելու նոր օրը։ Սակայն այդ սովորական առավոտը խաթարվում է Անիկի անսպասելի հայտարարությամբ։ Նա ասում է, որ պատրաստվում է գնալ գյուղ տեսնելու Քաջիկի այրուն, Լուսիկին։ Սաքոն զարմացած է, նրա մեջ մի տեսակ սառնություն է սողոսկում, բայց Անիկը շարունակում է բացատրելով, որ Լուսիկը ծանր հոգեվիճակում է։ Գյուղի հարևաններն ասել էին, որ կինն ամբողջ երեկոն մթության մեջ է նստում, առանց լույս վառելու, ու թվում է նրա շուրջը լռությունը գոռում է։ Մյուս կողմում Սոնան է, խեղդված զգացմունքներից, ովքեր ելք էին փնտրում բառերի միջոցով։ Նա հանդիպում է Լիլիթի հետ, միակ մարդու, որի հետ դեռ կարող է անկեղծանալ։ Սոնան խոստովանում է իր անհանգստությունները, ընտանեկան պառակտումները, Միքոյի հետ ունեցած սուր վեճերը, որոնք կարծես անդառնալի են դարձել։ Նրա հոգին ծանրացած է մեկ մտքով, ոչ ոք չի հասկանում իրեն, ոչ ոք չի ընդունում իր սերն ու ընտրությունը։ Վրամի հանդեպ իր ունեցած զգացմունքները դեռ մերժված են մնում ընտանիքում։ Լիլիթը իր խորհրդավոր հանգստությամբ փորձում է խրախուսել Սոնային, մղելով դեպի ներողություն ու հաշտության ճանապարհ, առաջարկելով ելքեր։ Բայց Սոնան այդ պահին մեկ այլ ցավով է լցվում։ Նա հիշեցնում է նաև Հայկին, ասում, որ նա ևս ճնշված է, որ սիրահարված է Նարեին։ Լիլիթն էլ իր հերթին բարկանում է Նարեի անունը լսելիս։ Մյուս կողմում Հայկը իր խոհերի հետ մենակ չէ։ Նա զրուցում է Աբոյի հետ, հավատացած, որ ճշմարտության բացահայտումը չափազանց մոտ է։ Նրա ամբողջ ներաշխարհը կենտրոնացած է մեկ նպատակին՝ իմանալ իր հոր ճակատագիրը։ Նրա համոզմունքն ամուր է, որովհետև Սաքոյի քույրը Լալան այժմ Հայաստանում է։ Այս փաստը նրա համար լուսավոր դուռ է դեպի փակված ճշմարտությունը։ Աբոն լսում է, զարմացած, բայց անչափ ուրախ, զգալով, որ այն հարցերի պատասխանները, որոնք տարիներ շարունակ հանգիստ չեն տվել ոչ Հայկին, ոչ իրեն, վերջապես հասանելի են դառնում։ Միևնույն ժամանակ Նարեն իր ներսում լի հակասություններով կրկին հանդիպում է Լալային։ Այս հանդիպումը, գաղտնի ու անձնական, լի է լարվածությամբ ու հուզմունքով։ Լալան այս անգամ ավելի վճռական է։ Նա ասում է իր դիրքորոշումը հստակ։ Հայկը պետք է իմանա ճշմարտությունը։ Պետք է իմանա այն ամենը, ինչ տարիներ շարունակ թաքցվել է նրանից։ Նարեն լսելով այս խոսքերը դանդաղապես կուտրվում է ներսից։ Նրա հարցերը թափվում են օդում, ճշմարտությունը արդյոք կդառնա իրենց վերջը։ Արդյոք արժե մի ճշմարտության համար զոհել մի սեր, որը հազիվ էր սկսում ծաղկել։ Բայց Լալայի պատասխանը զրկում է Նարեին ցանկացած հույսից։ Նա ասում է, որ անկախ ամեն ինչից ինքը պետք է բացահայտի ճշմարտությունը։ Նարեի աչքերից անսանձ արցունքներ են թափվում։ Նա արդեն հասկանում է, որ իր երջանկության վերջին րոպեներն են։ Այն մատանին, որ Հայկը նվիրեց ի նշան հավերժ կապի ու ապագայի, այժմ ծանրացած է նրա մատին ինչպես մեղքի ու կորստի նշան, որովհետև նա գիտի ճշմարտությունը կպայթի։ Իսկ երբ այդ ճշմարտությունը դուրս կգա լույս աշխարհ, Հայկը չի զայրանա հոր սպանության փաստի վրա։ Ոչ, նա չի ների Նարեին այն լռության համար, որով վերջինս իրեն զրկել է ամենակարևոր բանից՝ իր հորիկ ճակատագրի մասին ճշմարտությունը իմանալու հնարավորությունից։ Այս բաժանումը դեռ չի ասվել, բայց արդեն սկսվել է։ Աշնաջամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամի Ինջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, ականչելով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասաց խի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, հա։ Մարոժին համովա։
Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք կարակն ու շոկոլադը։ Պետքա ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք այլորա։ Մի փոքր վանիլին։ Քիչ է լավ։ Աղենցի հիմարը։ Կա բացում է համը։ Կա ու աղել լինի վերջում։ Կարող են ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետքա լինի կակաոն։ Տեսում եք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխվում դեռ։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չեն քարել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է, շոկոլադե բլիթ։ Մառուժնին ու մարինան համով է։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բարշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար եմ սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և հիմա դա ինքի սարսափելի կիպ, 81 սանտիմետր, 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է, հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն եւ մեր ստուդենտների մասնաճանաչողները մեզ հետ հաշտարում։ Ահա, փաստորեն դա է։